Բևերը այս օրերին ուրեմն մեր թիրքավորումը մրցակցային բոլորովին մրցակցային դրամատրություններ չունենք։ Մենք այդպես ենք թիրքավորված։ Շատ լավ հասկանալով, որ այժմ մրցակցելու ժամանակը չէ։ Եթե լինի մրցակցություն դասնյակ ուժերի միջև, գոյտևի միայն թշնամին, այս դեպքում կորձող իշխանությունները։ Ուստի պիտի գտնվի բանացև, որ մի առայժմ ինչ որ ժամանակով այդ մրցակցությունը մեկ կողմ թողնվի։ Այո, կան ժամանակներ, որ դասական իմաստով ընտրություններ տեղի կունենան եւ այդ ժամանակ կմրցակցենք, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ անինչ տեղի են ունենալու 26 թվականին, դա դասական ընտրություններ չեն։ Զորբայությամբ կորձող ավտորիտար, ինչու՞ չէ նաեւ մերթ բռնադիրական իշխանությունը ինք իրեն բարդատրելու է, անշուշտ դա չի նշանակում երկար մնալու է, բայց բարձ է, նրանք դեպի ուր են գնում։ Ուստի այս ամեն ինչը, այսինքն եթե այժմյա թուրքացման վտանգը չլիներ, ես կասեի խնդիր չկա, թող մի անգամ է զորբայությամբ թող փորձեն վերարտադրվել, հետո դաբալվելու են, դա դրանում չեմ կասկածում, բայց ամբողջ քանի որ ժամանակը շատ թանկ է եւ ամեն օրը մեր վրա շատ մեծ վնաս է հասցնում այդ թուրքացման գործընթացը, որ գնում է այսօր Հայաստանում, այս հանգամանքից ելնելով պետք է մեծ համախմբում տեղի ունենա։ Այսինքն այն շրջանակները, որոնք մերժում են, ըստ էության մերժում են այս իշխանություններին, պիտի թողնեն մրցակցության դրամապանությունը իրար նկատմամբ եւ պետք է հստակ այս իշխանություններին հերացնելու ճանապարհային քարտեզի շուրջ համախմբվեն, ոչ թե համախմբվեն այս կուսակցության կամ այս առաջնորդի կամ այն անհատի շուրջ, այլ հստակ այս իշխանությունից ձերբազատվելու ճանապարհային քարտեզի գաղափարի շուրջ։ Համախմբում պետք է լինի այդպես եւ լայն համախմբում պետք է լինի, այսինքն բարձ է որ հաջող մենք ասել ենք, որ նախկին նախագահները պետք է մեկ կողմ կանգնեն, որովհետև նրանց ներկայությունը միայն խանգարում է համախմբմանը եւ անշուշտ հասկանալի է, որ իշխանությունները պիտի փորձեն դարբեր փոքրիկ ուժերին օգնելով ձևացնեն, որ իբր ընտրություն է տեղի ունենում, բայց երբ տեղի ունենա հիմնական համախմբումը, այդ իշխանության այդ մարտավարական հնարքները մեծ ազդեցություն չեն ունենա։ Կամ հիմա որ մենք ասում ենք նախկին նախագահները պետք է մեկ կողմ կաշվեն, բարձ է որ մեր խոսքը դեռ չի հասնում, այդ մարդիկ չեն լսում մեզ։ Ասում են դուք ով եք, որ մեզ ասեք, մենք ինչ անենք։ Բայց երբ որ որոշ համախմբում լինի եւ այդ համախմբման ամբիոնից այդ խոսքը ասվի, նրանք սկսեն լսել, եթե ոչ շատ իրենց վիճակը շատ ավելի վատ կարող է լինի։ Ուստի այսօր անհրաժեշտ է այդ համախմբումը, որի ուղղությամբ բևերը արդեն ամիսներ է ոչ միայն մտորում է, նաև քայլեր է փորձում ցերնարգել եւ այդ համախմբման այդ ներուժը մեկտեղելու հասկացողության մեջ մենք նաև նկատի ունենք Սփյուռքը, ոչ միայն Հայաստանը։ Այսօր մենք ապրում ենք ժամանակներ, որտեղ մեր ժողովրդի համար հեղինակություն չի մնացել համարյա։ Ոստի առանց հեղինակությունների այդպիսի մեծ համախմբում իրականացնել շատ դժվար է։ Բայց եւ այնպես անկարելի չէ, անհնար չէ։ Պիտի փորձել, եթե մնացած այն ուժերը, որոնք իրոք ուզում են այս թուրքացման գործընթացը կանգնեցնել, հերացնելով Փաշինյաններին, այդ մարդկանց մոտ եթե քերիշխի այն գիտակցությունը, որ այս այժմ մրցակցության հանգամանքը պետք է մեկ կողմ թողնենք, այդ ժամանակ լուծումը կլինի։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ առաջիկա ժամանակներում եւս շարունակելու ենք այս դրամապանությամբ գործել։ Դա չի նշանակում, որ բևերը ընդմիշտ երբեք մրցակցային չի լինելու, մենք ասում ենք, որ այդ մրցակցայնությունը պիտի դրամապանություն ունենա, պիտի մրցակցային թաշտ լինի, որ այդ մրցակցություն տեղի ունենա, կամ եթե թուրքացման վտանգը վերացավ, խնդրեմ այդ ժամանակ մրցակցենք, բայց եթե թուրքացման վտանգի օրոք մրցակցենք եւ միան օգնենք այդ իօկուդ այդ վտանգին, կարծում եմ ճիշտ չէ, մեղմ ասած։